Թումոյի ուսանողը սովորում է, որովհետև ուզում է սովորել, ոչ թե որովհետև բարդավոր է կամ որովհետև եթե չսովորի չի ընդունվելու, չգիտեմ որտեղ եւ այլն, որովհետև չկան այդ լծակներ, ինքը կարող է թողնել գնալ, նույնիսկ դիպլոմ չենք տալիս։ Ենթադրում եմ, որ լավ քննադատական ստացողը ինքը կերազանցիկն է եւ մենք մի քիչ այդ գներեք սովետական մոդեցումն է, որ մենք պատրաստում ենք այն մարզիկները, որոնք պիտի գնան ոսկե մեդալ բերեն օլիմպիադայից։ Այո։ Եվ դա է կարևորը, մնացածը կարևոր չէ, միան որ ոսկե մեդալը ստանանք։ Արդյունքում մեծ sense ներուժ թափում ենք ուղղակի, չենք զարգացնում մյուսների մոտ, բայց նաև այդ ոսկե մեդալ ստացողից ավելի հմուտ մարդ, ավելի, ասենք, լավ մարզիկ չենք հայտնաբերում։ Որովհետև այնքան շուտ ենք կողմնորոշվում, որ քերազանցիկը ով է։ Հա։ Որ արդեն վատ են կողմնորոշվում եւ ասում են picking winners, հա, հաղթողը ի սկզբանե իդենտիֆիկացնելը շատ վատ մոտեցում է։ Հբարդությունը շատ է խանգարում մեզ եւ մեր երիտասարդներին։ Մենք ասում ենք դու քերազանցիկ ես, դու հայ ես, հետեւաբար վերջ, խնդրեմ չկա, ամենալավն ես։ Եվ դա այնպես մեծ խոչընդոտ է հանդիսանում, իրենք կարող է դեղ հասնեն, բայց հբարդության բերը քաշ տալով շատ տանտաղ են առաջ գնում։ Այսինքն մեզ պետք են համեստ ամբիցիոզ ինքնավստահ։ Թումոյում ունենք մի 25 հոգի, գաղաբար չունեն ոնց աշխատում համագարկիչը, բայց շատ լավ ծրագրավորողներ են։ Եվ եթե նոր կորձիկ դուրս գա, ուղղակի իրանց համար դա իրանց արդյունավետությունը ավելացնելու միջոց է եւ ոչ վտանգ։ Հիմա էլ չենք ասում սարքիլ լոգո, որովհետև AI գաներ, հիմա ասում եք շատ ավելի բարդ առաջադրանք, որ լոգո սարքիլը դրա մի մասն է, որ AI-ով գանի։ Այսինքն ստեղծագործական եւ ստրեսային, հա, չարչարվել արդյունք ստանալու այդ մասը բահում ենք կոնստանտ, առաջադրանքը բարդացնում ենք։ Մրցակցային լոգիկան էլ է փոխվում, փոքր երկիր լինելը կարող շատ դակիր առավելություն լինի նույնիսկ։ Այսինքն քանակը էլ կարևոր չի մարդկանց։ Այո։ Այդքան կարևոր չի։ Այդքան կարևոր չի, այն բնականակ ծրագրավորումը, մեկ ծրագրավորողը հիմա 10 լավ չափազանցում 5 ծրագրավորողի արդյունավետություն ունի, եթե լավ է օգտագործում AI-ը։ Մենք ինքներս տեսնում ենք դա անմիջապես։ Նույնիսկ Թումոյում հիմա մենք առաջ գրում էինք sense աշխատանքային պլաներ, ուսումնական պլան, չգիտեմ, այլ չենք անում։ Արդեն չեք անում։ Արդեն մենք գրում ենք փաստաթուղթեր, որոնք նկարագրում են ոնց այս թիմը պիտի միշտ ինքնազարգացմամբ զբաղվի, որպեսզի կարողանա մի ամիս հետո նոր կորձիկը գիրառել։ Բայց դուք կարաք ձեզ դա թույլ տաք։ Իսկ դպրոցները կարան։ Դժվար է, որովհետև pedagogan համագարկը մանավանդ ջգունության հագարակն է որպես կանոն։ Այսինքն այդ AI literacy, որ ասում են, դա ավելի շատ սպառողների մասին է, քան թե Այո, իսկ AI սպառող լինելը շատ վատ ճակատագիր է, որովհետև լրիվ пассивացման է տանում։ Պետք է ստեղծողն է։ Ողջունում եմ բոլորին iCase podcast-ում։ Այսօր մենք ունենք յուրահատուկ հյուր Բեկոր Փափազյանը, ով որ Թումոյի զարգացման գծով տնօրենն է, եւ իհարկե շատ տարբեր թեմաներ ունենք, որ այսօր ձեր հետ կքննարկենք։ Ուղղակի ուզում եմ սկսեմ մեր խոսակցությունը հենց մի թեթև հիշողությունից, որ իմ անձնական հիշողությունն է 2011 թվականից, երբ որ ես եկել էի Հայաստան, պատահական դա ստացվեց հենց Թումոյի բացման օրերին, երբ որ Սերժ Տանկյանի համերգն էր եւ մենք ոնց որ ընկերների հետ գնացել էինք ու տենց փորձում այսօր հիշեի այդ օրը, որ ճիշտն ասեմ, ու հիշեցի հետեւյալը, որ բավականին բարդ տարիներ էր դա Հայաստանի համար։ Երբ որ ես գալիս էի Հայաստան, ես այդ ժամանակ Ռուսաստանում էի ապրում, իմ մոտ նես տպավորություններ, որ Հայաստանը դա հարսանիքների, թաղումների ու ծնունդների երկիր է, որ մենք գալիս ենք Հայաստան ու տեսնում ենք ինչ բարդ վիճակում է երկիրը, ինչքան շատ խնդիրներ կան ու այդ օրը առաջի անգամ ես զգացի տենց ներքին մի հատ զգացողություն էր, որ ինչ որ լույս կա Հայաստանում։ Ու շատ լավ ես հիշում եմ ոնց էինք մենք ընկերներիս հետ քննարկում կրթությունը ոնց կարա զարգանա, հենց Թումոն այտենց իմպուլս էր, էլի, որ աչքերը բացվի ու տեսնես, որ չէ, կարելի է ինչ որ մեծ բաներ, մեծ պրոյեկտներ անել Հայաստանում։ Իհարկե իմ հայրենադարձությունը եղավ 7 տարի դրանից հետո 18 թվին, բայց կարամ ասեմ, որ Թումոյի ոնց որ այդ բացումը եղել էր ոնց որ տենց առաջի կետերից մեկը լուսավոր, որը որ ցույց տվեց, որ Հայաստանը իրոք ապրելու երկիր կարա դառնա ու
մենք պետքա ձգտենք, որ մենք հենց մասնակցենք այդ ապրելու երկիրը ստեղծելու ոնց որ ճանապարհին։ Դրա համար առանձին մի հատ շնորհակալություն եմ ուզում այսօր հայտնեի ձեզ։ Եթե վերհիշենք այս ճանապարհը արդեն 14 տարի, կարելի ասել անցել է, Հայաստանը այն ժամանակ կրթության ոնց որ ոլորտում եւ Հայաստանը այսօր ինչն է փոխվել եւ ավելի sense կոնկրետ այդ նույն հարցի մեջ ոնց են փոխվել երիտասարդները Հայաստանում, այսինքն ինչ երիտասարդներ էին գալիս Թումոյին ժամանակ եւ ինչ երիտասարդներ են գալիս հիմա։ Ես ուրեմն այդ բացման համերգից մի քանի տարի առաջ Հայաստան է եկել Մարլույիմ գնոջ հետ եւ մեր 5 երեխաների եւ բոլորը մտան դպրոցական համագարքի դարբեր դասարաններում մանկաբարձից մինչև ավագ դպրոց 5 դարբեր տարիքային հատված եւ այն ժամանակ դպավորություն անել որ սովետական մանկավարժական ոգին դեռևս կա Հայաստանի դպրոցներում այսօր շատ ավելի քիչ ենք տեսնում դա բայց մասամբ Թումոն դրա նկատմամբ ոնց որ ռեակցիա էր փորձել հագագշիրը հա հանդիսանալ այդ մանկավարժական մոդեցման հետո տեսանք որ աշխարհում շատ համագարկներ մի քիչ սովետական են գրթության մենակ սովետում չէ հա եւ գարիկը կա պաստորեն Թումոյի նման նախաձեռնությունների Ճիշտ է որ ասում են Թումոյի մասին որ Թումոն է հակադպրոց է Չէ, ասի հագադպրոց, որովհետև նաև կարող է դպրոցը լինի Թումոյի նման։ Okay. Եվ իրականում Թումոյում մենք օրինակի համար մաթեմատիկա, գենսապանություն եւ այլն չենք սովորացնում եւ եթե դպրոցում դա չարվեր, պետք է մեկը աներ, փաստորեն չէ։ Դպրոցի ամբողջացնող Հայաստանում կոնե հատված է, որը լավ կլիներ, որ կրթական համագարկի մաս կազմեր ի սկզբանե, բայց որպես կանոն դեռ չէ։ Իսկ եթե վերադառնանք երիտասարդներին, ինչ երիտասարդներ էին գալիս այն ժամանակ Թումո ու ոնց է փոխվել ընդհանրապես մթնոլորտը Հայաստանում։ Իդեպ մի բան էլ ավելացնեմ, 11 թվին եթե մենք նայենք համակարգին, դուք ասացիք, որ երեխաներին դպրոց էիք ուղարկել, նաև համակարգի մեջ կար ուրիշ խնդիրներ, որ հենց ցույց էր տալի, որ չի կարա փոփոխություն իրականանա, եթե այդ խնդիրները չլուծվեն։ Օրինակ, որ դպրոցի տնօրեն կարող ես դառնաս մենակ եթե ինչ-որ գումար վճարես ու ոնց որ բիզնեսի նման մի բան էր դառնում էլի սկսած նախարարից մինչև մանկապարտեզի տնօրեն բոլորը փողով էին բաժանվում հաստիկները ու պարզեր որ տենց մոտեցումով դու չես կարող ունենալ նորմալ կրթություն, նորմալ զարգացում եւ այլն կա ինչ-որ էական փոփոխություն այդ առումով Եվ հենց երիտասարդների առումով, թե ոնց էր այն ժամանակ եւ ոնց է հիմա ուզում եմ հասկանամ ավելի շատ։ Այո, ես համագարքի ասենք լավ կառավարման մեջ ստակ փոփոխություն տեսնում եմ։ Այն ժամանակ նաեւ մեզ շատ մտահոգում էր գրնուսույցների ռեպետիտորների ինստիտուտը, որ դեռևս կա, ամբողջ աշխարհում կա նաեւ Ճապոնիայում, Կորեայում եւ այլն, բայց շատ ավելի մեծ գշիր էր իմ կարծիքով այն ժամանակ ներկայացնում կան հիմա մանավանդ նույն դասադու նույն ուսուցիչը նաև գրնուսույց լինել եւ այդ conflict of interest-ը առաջանում էր դեռևս գա բայց հուսով եմ գնալով կքչանա դա երիտասարդները շատ տարբեր են այսօր այն ժամանակ Թումո են գալիս արդեն մի քիչ իրանց աբակայում ապրող երիտասարդները արդեն որոնք նույնիսկ մեր առաջի քոչերը այդպեսին էին մարզիչները որ առաջին մեր աշխատակազմի մաս էին կազմում շատ creative origin մարդիկ իսկ հիմա շատ ավելի դարածված է այդ ասենք լսարանը լայնացել է եւ արդեն գալիս են ոչ միայն այդ մի քիչ փախած, հա, յուրահատուկ դեմքերը, այլ յուրաքանչյուր բադանի եւ ծնողներն են փոխվել։ Հիմա տեսնում ենք արդեն համապատասխան երիտասարդ պրոֆեսիոնալ ծնողներ, որոնք շատ ավելի լավ են հասկանում ինչու է պետք Թումոն, իսկ այն ժամանակ առանց շատ իմանալու ինչ է, մնաց թվում էր որ լավ է, մի բան կսովորի, կամ կարող ենք բան է, ինքը ասենք ծրագրավորում սովորելու դեղ է, հա։ Եվ բերում էին, իսկ հիմա շատ ավելի գիտակցով են անում եւ հետեւում են եւ այլ բանջարներ են, որը շատ լավ է։ Այո։ Մենք անցած անգամ ունեցել ենք հարցազրույց 2021 թվականին
Եվ այդ ժամանակ մենք հարցազրույցի ժամանակ խոսում էինք ձեր հետ Հայաստանի կրթության մասին, խոսում էինք, որ Հայաստանը կրթության մեջ հետ է մնացել աշխարհից ու մենք ինչ քայլեր մենք պետք է անենք, որ կարողանանք հասնենք աշխարհին։ Անցավ 4 տարի ու կարծես թե ամեն ինչ փոխվեց, չգիտեմ, իմ մոտ առնվազն տենց տպավորություն է ստեղծվում, այն առումով, որ հիմա արդեն աշխարհում էլ պարզ չի, թե ոնց պետքա կրթությունը փոխվի ու հարց չի, թե ովում պետք է հասնի, հարցը նրանում է, թե ով պետք է անի այն ճիշտ քայլերը, որը որ բերելու է ապագա կրթությանը։ Թումոն եղել է այն պրոյեկտներից, այն նախագծերից, որը հենց իր տենց կարգախոսերից մեջ ես տեսել եմ, որ ասվում է, որ դուք ուզում եք փոխեք ապագան կրթության։ Այո։ Ոնց է փոխվել այս 4 տարվա մեջ կրթությունը, ինչ է ավելացել AI-ի միջոցով, ոնց է AI-ը փոխում կրթությունը եւ ընդհանրապես արդիական էր մեր 4 տարի առաջվա խոսակցությունը կրթության մասին, թե հիմա արդեն լրիվ ուրիշ աշխարհում ենք ու արդեն նոր բաներից պետք է խոսենք։ Չէ, շատ արկիր է, Թումոն ինչ որ անում էր, այն ժամանակ համարվում էր շատ ավելի ոնց որ նորարարական կամ յուրահատուկ կրթության մի տեսակ, իսկ հիմա ակնհայտ է, որ դա միակ մոդեցումն է կրթության, որ կարող է դիմանալ արհեստական բանականության իրականությանը, որովհետև դպրոցները շատ են հենվում արտաքին մոտիվացիայի լծակների վրա, ինչպիսին է դնային աշխատանք, գնահատականներ, թեստեր եւ այլն, իսկ AI-ը խախտում է այդ ամբողջ համակարգը, ասում ենք խարդախություն են անում բադանիները, իրանք չեն գրում իրանց, ասենք, շարադրությունները AI-ն է գրում, այո, ասում եմ, եւ հետեւաբար անվերահսկելի վիճակ է ստեղծվում։ Եվ ինչքան կարելի է դրա դեմ բայկարել, արգելել, բաժել եւ այլն չի կարելի իհարկե։ Թումոն այդ խնդիրը երբևէ չի ունեցել, իսկ հիմա անցնում է մոդել, որը իսկապես այլընտրանք չէ, արդեն մեյնսթրիմի է գնում, որտեղ մոտիվացիան գալիս է ուսանողի, սովորողի ցանկությունից։ Ասում եք Թումոյի ուսանողը սովորում է, որտեղ ուզում է սովորել, ոչ թե որտեղ բարդավոր է կամ որովհետեւ եթե չսովորի չի ընդունվելու, չգիտեմ որտեղ եւ այլն, որովհետեւ չկան այդ լծակներ, ինքը կարող է թողնել գնալ, նույնիսկ դիպլոմ չենք տալիս։ Ինքը չի սովորում, որ դիպլոմ ստանա, չի ստանալու դիպլոմ Թումոյում։ Եվ դա հարց է դրվում, արդյոք հնարավոր է մրցունակ գիրտ բանիմաց երդասարդ սերունդ ունենալ առանց այդ տասական լծակներին, հա? Բաժել, վարձատրել, գարմիր դիպլոմ տալ եւ այլն։ Բայց կա դրա պատասխանը։ Այո, ակնհայտ է որ հնարավոր է։ Թումո գալիս են այնպես ինչպես վիդեո խաղեր են խաղում, շատ մեծ չանկերով, հետաքրված, կպած, չարչարվելով նույնիսկ։ Ավելի հեշտ չի, ավելի նվազ ստրեսային չի Թումոն, ուղղակի այդ ստրեսը գալիս է իր ցանկությունից։ Եվ հետեւաբար արդեն Թումոն հանդիսանում է proof of concept, հա, փոքր աբացույց, որ իսկապես հնարավոր է առանց ուղղակի մրցակցության ուսանողների միջև, առանց բաժելու, առանց վարձատրելու դիպլոմով գնահատականներ էլ չկան, չկան, չէ։ Իրանց գնահատականը կարելի ասել նա որ իրավունք են ստանում մտնել աշխատարան, որտեղ խաղ են ստեղծելու կամ ծրագիր են գրելու կամ ֆիլմ են ստեղծելու եւ բարեհաճող ավարտելը արդեն դա է հաջողությունը, եթե ինքը չհաղթահարեց, չկարողացավ ավարտել, չարեց այդ պրոյեկտը, որ իրեն սպասվում է, իր մոտ չի գրանցվում, որ ավարտել է կամ ամբողջացել է այդ աշխատարանը։ Հետևաբար վարձատրությունը ավելի մոտիկ է ոնց որ իրական կյանքին, նախագծերով։ Իհարկե։ Եթե նախագիծ արեցիր, ուրեմն հաջողված ես, եթե չարեցիր, ուրեմն չարեցիր։ Չարեցիր եւ իրականում արհեստական բանականության այս նոր ժամանակահատվածում դենց է լինելու, այսինքն արդեն հարց չի լինելու ինչ կարիերա կամ ինչ մասնագիտություն ես վերցնում, որտեվ AI եթե բոլոր մասնագիտություններում լավ լուծումներ է տալիս արդեն ինչ իմաստուն է ասում են։ Իմաստն է որ դու նախագծեր պիտի ցերնարկես, ստարտափներ սկսես եւ այլն, եւ արդեն AI-ական չի, որ ինչ գիտելիքներ ունենայր, կարևորը որ ունենաս այն գիտելիքները կամ կարողանաս օգտագործել այնպիսի AI գործիքներ, որ հաջողության հասնես։ Շատ լավ, դա հիմա փորձենք կոնկրետ օրինակներով հասկանանք։
Կա երիտասարդ, իրան տրված է առաջադրանք, որ ինքը պետք է ինչ-որ վիդեո պատրաստի, կամ ինքը պետք է ինչ-որ երաժշտություն պատրաստի, կամ ծրագիր գրի։ Հիմա մենք չգիտենք ինչքանով է փոխվելու աշխարհը իհարկե, բայց ոնց որ թե աշխարհը փոխվում է նրան, որ եթե ես ուզում եմ ինչ-որ երաժշտություն պատրաստեմ, ինձ հերիք է ուղղակի մի հատ բան գրել, ու այդ երաժշտությունը պատրաստ կլինի։ Եթե տենց է աշխարհը փոխվում, իսկ Թումոն էդի Center of Creative Technologies creative մասը ոնց որ այդտեղ կարա վտանգի տակ լինի, որովհետև ստացվում է, եթե մենք ինչն ենք սովորացնում երեխային, որ ինքը ստեղծագործ process-ի մեջ ոնց է մասնակցում։ Այո, ուրեմն դրա շադարքի որին թվում է որ մենք թվում եմ սովորացնում ենք Photoshop, Python եւ այլն, սովորացնում ենք, բայց մեր նպատակը Photoshop-ի մասնակետ դառնալը չէ երեխաների, որովհետեւ մինչեւ իրենք հասնեն աշխատանքային շուկա, Photoshop-ը կամ էական կլինի, կամ Photoshop-ը չլինի։ Չլինի, կարող չլինի։ Հետևաբար մեր համար դրանք միջոցներ են, այդ Python-ը, Photoshop-ը եւ այլն, հմտություններ արածելու, որոնք ավելի փափուկ soft skill-երն են, որոնք իրանցից ներկայացնում են ավելի sense մշտատալար, հա, այսինքն չհենացող հմտությունները, որոնք ավելի կարևոր են լինելու AI-ի տարաշրջանում։ Այսինքն ինքնուրույն աշխատելը, ինքնուրույն սովորելը, խմբային աշխատանքը, initiative ունենալը, հա, նախաձեռնելը, ախորժակ ունենալը, հավես ունենալը, այդ ամբողջ դրա համը, ասենք, Թումոյում իրանց բերանն է մնում, ուզում են պրոյեկտներ անել։ Եվ դա արդեն, ասում ենք, unstoppable, հա, իրանց կարծիք չի գալի կանգնացնել։ Թումոյից հետո իրանք շարունակում են արդեն։ Եվ իրանց համար էական չի, որ այս կորձիկն է կամ այն կորձիկն է, իդեալական է նա, որ իրանք ավելի գետրոնացած են նպատակների վրա, եւ եթե նոր կորձիկ դուրս գա, ուղղակի իրանց համար դա իրանց արդյունավետությունը ավելացնելու միջոց է եւ ոչ վտանգ։ Դուք ասացիք հմտությունների մասին, ես տենց մի հատ դաժե երկու հատ հետազոտություն կա MIT-ի ու OECD-ի, որոնք որ ասում են, որ 3 հատ կարևորագույն հմտություն է լինելու, որ մարդը չդառնա ընդամենը օպերատոր AI մոդելների, ու այդ հմտությունների մեջ իրանք նշում են. Առաջինը ալգորիթմիկ մտածելակերպը, երկրորդը քրիտիկական մտածելակերպը, երրորդը էդի հմտություն, որ կոմբինացնես տարբեր գաղափարներ։ Այո։ Էդի ոնց որ 3 հատ բազային տենց բանա, որ երիտասարդներին կամ ընդհանրապես բոլոր մարդկանց ցանկալի է սովորել, որ չլինել ուղղակի օպերատոր AI-ի, այլ լինել հենց այդ նախաձեռնող, որ նախաձեռնություններ կամ ինչ-որ նախագծեր մարդը կարողանա ստեղծի։ Դա պարզ է, բայց եթե ոնց որ sense գետնի վրա այդ դա դիտարկենք, ռեալ մարդուն կամ ձեր դեպքում երիտասարդին, ինչ հմտություններ է պետք սովորել այս դարում, որ ինքը կարողանա մրցունակ լինի։ Մինչև հմտություններից խոսալը ավելի հիմնական բանից խոսանք, ինչ դեսագի մարդ պետք է լինի, ինչ սուկտումներ, ինչ պրոֆիլ ունեցող մարդ պետք է լինի, որպեսզի այո, չդառնա զուտ սպարող AI-ի կամ օպերատոր AI-ի, այլ AI օգտագործող որպես լծակ արդյունավետության։ Պատկերացնենք մի ասենք բան, spectrum, հա, specter բանից ինքնավստահ նախաձեռնողից մինչև ամաչկոտ եւ շատ ասենք ոչ նախաձեռնող։ Իհարկե մենք ուզում ենք լինի նախաձեռնող եւ ինքնավստահ։ Բայց շատ կարեւոր է Թումոյի համար եւ ընդհանրապես ինչ Հայաստանի համար, որ մի այլ ուղղահայաց access-ի վրա տեսնենք համեստի եւ հբարդի տարբերությունը։ Մենք չենք ուզում իրանք լինեն նախաձեռնող ինքնավստահ եւ հբարդ։ Ուզում ենք լինեն համեստ։ Որտեղ հբարդությունը շատ է խանգարում մեզ եւ մեր երիտասարդներին։ Մենք ասում ենք դու կերազանցիկ ես, դու հայ ես, հետեւաբար վերջ, խնդրեմ չկա, ամենալավն ես, եւ դա այնպես մեծ խոչընդոտ է հանդիսանում։ Իրենք կարող է դեղ հասնեն, բայց հբարդության բերը քաշ տալով շատ տանտաղ են առաջ գնում։ Եթե իհարկե համեստությունը զուգորդվում է ամբիցիայի բագասով, ինքնավստահության բագասով, դա շատ վատ է։ Բայց եթե հանգարց ստացվեց մի երիտասարդ, որ եւ համեստ է, եւ նախաձեռնող եւ ինքնավստահ, ոնց կարելի է մրցակցել։ Ամբիցիոզ, բայց համեստ։ Ուզում է արդյունքների հասնել, բայց չի ընդհանրում, որ արդեն ինքը գերազանցիկ է, արդեն հայ է եւ այլն, այլ պետք է վաստակի տա։
Որտեղ աշխարհում որ նայում ես ինչ հանճարեղ տիպեր կան։ Պետք է ուղղակի որպեսի չնջվես դրանից, պետք է կամ ասես որ չէ ես եմ լավը, որը սուտ է, որտեղ թե լավը չես, պետք է վաստակես այդ ամենը, կամ համեսնես եւ ասես ես էլ կարող եմ դրան ցկտել իմ ցևով։ Հիմա վերադառնանք հմտություններին։ Եթե ինչ հմտություն որ վնաս, եթե այս mindset-ը չունենաս, շատ դժվար պիտի լինի հասնել մաքսիմում քո ներուժին։ Շատ հետաքրքիր է։ Այսինքն մեզ պետք են համեստ, ամբիցիոզ, ինքնավստահ մարդիկ։ Շատ լավ։ Ես ուզում եմ մի քիչ մենք վերադառնանք առաջադրանքներին, որ մենք տալիս ենք AI-ին, որ ինքը լուծի մեր տեղ ինչ-որ խնդիրներ։ Որն է այդ տարբերությունը, որտեղ որ առաջ ես ասում եի ես եմ սա ստեղծել, իսկ հիմա ես ասում եմ ես եմ սա ստեղծել, բայց իրականում ես եմ սա ստեղծել ու 95%-ով AI-ն է սա ստեղծել։ Հիմա կարա լինի երեխա, որ առաջադրանք ունի, ինքը ուղղակի լավ սովորել է, ոնց որ դա կարողանալ փոխանցել AI-ին, որ AI-ից ստանա արդյունք։ Մենք ստեղ չունենք gap, որտեղ որ ինքը չի կարողանա ընդունի իր հմտությունների պակաս, ինքը որ անընդհատ AI-ից ստանա արդյունքներ, ինքը չի հասկանա, որ ինքը ինչ որ բան չի կարում կամ ինքը կարա էլ ավելի շատ բաներ ստեղծի, թե սխալ կողմ է մտածում։ Թումոյի մենք արդեն AI օգտագործում ենք տարբեր բնակավարներում դասավանդելու process-ում, նաև AI հատուկ մի հատ նոր ջուղ ունենք, generative AI, այդ խնդիրը չենք տեսնում ընդհանրապես։ Շատ արկիր է։ Այսինքն եթե դու AI օգտագործում ես X չափով, հա, X տոկոսով չէ, X քանակով AI ես օգտագործում։ Եկեք օրինակ ինչ որ կոնկրետ առաջադրանքի Այո, հիմա մեկ երկու օրինակ կդամ։ Այդ X-ը ինքը կոնստանտ է, այսինքն եւ այդ միայն 5%-ով ներդրում արած 95%-ով AI օգտագործածը, իր մոտ X-ը 95 էր։ Իսկ այս մյուսի մոտ էլի X-ը 95 է, այսինքն մի 200-ի արդյունք է տալիս, հետեւաբար, այսինքն շատ բարձ է, միշտ էլ սենց է եղել, որ երբ Photoshop-ը ստեղծվեց, արդեն ձեռքով չէինք նկարում այդ լոգոները եւ դրանից ընդհանրապես ստեղծագործությունը չբագասեց։ Ընդհանրակը շատ ավելի ավելացավ։ Որտեղ հնարավորությունները աճեցին։ Այո, հմտությունները ձեռքով նկարելու սկսեցին բագասել, բայց շատ չենք տրաբում դրանից։ Դարում ենք ոչ ստեղծագործ, հավես չունեցող, սենց արագ, սենց մի կերպ արդյունքը մինիմալ տվող անհատներից ասենք, որ չենք ուզում մեր երեխաները դենց լինեն։ Այսինքն երեխաները կարան ստանան շատ ավելի մեծ արդյունք օգտագործելով այս ինստրումենտները, քան իրանք ստանում էին առաջ, բայց ոնց որ իրանք սահմաններն է լայնանում, ճիշտ է։ Այո, եւ ստեղծագործությունը մնում է կոնստանտ։ Օրինակ տամ, երբ վիդեոներ ստեղծելու AI-ները նոր դուրս եկան, մոտ 15 ամիս առաջ է խոսքը գնում, մենք Թումոյում աշխատարաններ կային, որտեղ վիդեոներ էին անում, ֆիլմեր AI-ով, եւ այն ժամանակ շատ դժվար էր շարունակականություն ապահովել, ամեն 10 վայրկյան պերսոնաժների դեմքը փոխվում էր։ Հիմա ինչ արեցին այս բաներ ուսանողները, ասեցին լավ, մենք սարքում ենք մի հատ ֆիլմ, անունը Falling in Love, սիրահարվելու մասին։ Մի հատ մետաֆոր ստեղծեցին, որ սիրահարվելը դա քո խաղապարը ոնց որ չես տեսնում անձը որ ինչպես որ է, այլ ինչպես որ դու երևակայում ես որ պետք է լիներ, այնպես մի հատ պատմություն հորինեցին, եւ այդ 10 վայրկյան մեկ դեմքը փոխվելը աղջկան կամ դողուն, որոնք սիրահարվել էին, իրանց համար feature էր արդեն, այսինքն դա օգտագործին որպես բադումի բատնվածքը փոխանցելու մի հատ շատ էական մաս իրանց ֆիլմի։ Հա։ Հիմա դա շատ կրեատիվ է, եւ ամբիսի creativity, ամբիսի ստեղծագործություն է, որը ուղղակիորեն կապված էր այդ կորձիկների հնարավորությունների հետ։ Իրանց creativity-ին տասական միջոցներով կամ AI միջոցներով նույնն է, շատ բարձր է ստեպքում։ Միջոցները փոխվում են։ Եվ սրա նախատեպը կա նաև նույնիսկ եթե մի քիչ ինֆորմատիկայի պատմությունից խոսանք, հա 60-ական 70-ականներին ստեղծվեցին 80-ական ավելի բարձր մագարտակի լեզուները, որոնց հիմա ծանոթ ենք C, C++, Fortran եւ այլն, Basic, ավելի ուշ Java, JavaScript, Pascal։ Դրանից առաջ
եւ ես մի քիչ արել եմ այդ ծրագրումը, ոնց ցերկով համագարկչի մանրամասն, ասենք հիշողության հասցեներով պրոգրամինգ ենք անում, այսինքն մենք շատ լավ հասկանում ենք ոնց է աշխատում կոմպյուտերը, որբեսի ծրագրավորենք։ Ես պետք նոր լեզուները ստեղծվեցին, ավելի բարձր մակարդակի, կարելի է ծրագրեր գրել առանց հասկանալու ինչ է կատարվում համագարկչում։ Կապոտի տակ։ Այո։ Շատ մտահոգ էին բոլորը։ Պրոֆեսորները ասում էին վերջ, արդեն մտածողությունը, ասենք ալգորիթմիկ մտածողությունը գորելու է, չեն հասկանում ոնց է աշխատում, ոնց կարող են լավ ծրագիր գրել։ 10 տարի հետո բարձրացավ որ անհիմն էին այդ մտահոգությունները, շատ մեծ եւ շատ ստեղծագործ աշխատանք տարվեց, computer science-ը շատ ավելի բարգավաճեց եւ հիմա մեր բոլոր ծրագրերը թումոյում ունենք մի 25 հոգի, գաղափար չունեն ոնց աշխատում համագարկիչը, բայց շատ լավ ծրագրավորողներ են։ Այո, բարձր։ Բայց կա նաև մի հատ Ստենֆորդի հետազոտություն, որը որ ապացուցել է, չգիտեմ ինչքանով կարանք հավատանք դրան, բայց ապացուցել է, որ AI-ը ստեղծում է դեռահասների մոտ կոչվում է illusory of competence, այսինքն իլյուզիա է, որ դու կոմպետենտ ես այս հարցում։ Դա իրանց ասելով դա ռեալ խնդիր է ու տարածված է, այսինքն արդեն իսկ կան շատ երիտասարդներ, երեխաներ, որոնք որ մտածում են, որ իրանք շատ ավելի շատ բան կարան անեն, քան իրանք ռեալ կարան։ Ու դա կարա ինչ-որ վտանգների բերի իր հենց այդ երեխայի զարգացման ճանապարհին, որովհետև ինքը ոնց որ արագ չի զարգանա, եթե ինքը չգիտի, որ ինքը զարգացած չի։ Ոնց եք դուք դրա դեմ պայքարում եւ ինչ միջոցներով։ Նախազգայուն նաեւ կան հետազոտություններ, որոնք ապացուցում են, կարելի ասել, որ AI օգտագործելուց քո հմտությունները թուլանում են, այսինքն դու արդեն եթե պիտի գրեիր մի տեքստ, երբ AI օգտագործելով գրեցիր տեքստը մի քանի ժամ անընդմեջ, հետո որ ասենք ես լավ, հիմա առանց AI օգտագործելու գրի, շատ ավելի նվազ հմուտ ես լինում, քան AI օգտագործելուց առաջ էիր, հա? Այսինքն թուլացնում է մեր ֆունդամենտալ հմտությունները։ Ես միշտ ասում եմ, արդյոք պետք է այդքան թանկ հետազոտություն դա հասկանալու համար։ Եթե ես օրինակի համար բահով փորում եմ, հա, չգիտեմ, կորձիկներով, ցերկով փորում եմ հողը, հետո մի հատ տրակտոր ստացա, մի տարի տրակտոր օգտագործի, իհարկե լավ չեմ փորի ցերկով։ Հա։ Բայց ինչն է խնդիրը ստեղ, ասենք։ Խնդիրն է, որ եթե իմ ասենք արդյունավետությունը մրցունակությունը բագասեց, շատ վատ է, բայց եթե տրակտոր օգտագործելուց ավելացավ, լավ է։ Դու ինչ ենք անում, փորձում ենք միշտ այնպիսի առաջադրանքներ տալ, որոնք AI-ով անելը անհնարին է, եթե դու մեծ ներդրում չանես։ Այս եթե առաջ ասում ենք մի հատ սարքի լոգո, առաջադրանքներ, որտեղ Photoshop-ով լոգո սարքելը բավականին աշխատատար էր։ Հիմա էլ չենք ասում սարքի լոգո, որտեղ AI գաներ, հիմա ասում ենք շատ ավելի բարդ առաջադրանք, որ լոգո սարքելը դրա մի մասն է, որ AI-ով գանի։ Այսինքն միանգամից ստեղծագործական եւ ստրեսային, հա, չարչարվել արդյունք ստանալու այդ մասը բահում ենք կոնստանտ, առաջադրանքը բարդացնում ենք։ Դա շատ հետաքրքիր բան դուք ասացիք, որ համեմատեցիք տրակտորը ձեռով փորելու հետ, այս փաստորեն իրոք մենք կորցնում ենք ինչ-որ բան, որ մենք առաջ կարողանում էինք անենք, բայց դա չի նշանակում, որ մենք դա չենք կարողանում անենք, մենք կարողանում ենք դա նույն բանը, նույն արդյունքը ստանանք 100 անգամ ավելի էֆեկտիվ ձևով փաստորեն։ Այո, բայց վտանգը կա անցումային աշխրջանում, որ ուսումնական համագարկը սովոր է փորել սովորացնելու, կարող է շատ դուժեն ուսանողները, որովհետև ոչ սովորում են ավելի, ասենք, բարձր արդյունավետության առաջադրանքներ ստանալու, մյուս կողմից էլ առաջադրանքը, որ ստանում են, AI-ով շատ հեշտ կանեն։ Հետևաբար կարող է իրանց զարգացումը իսկապես խափանվի։ Վտանգը կա, չեմ ասում չկա վտանգը, ուղղակի լուծումը այն չէ, որ չօգտագործենք AI, այլ առաջադրանքները բարդացնենք, կոպիտ ասած։ Մենք հենց դպրոցներին կվերադառնանք այսօրվա մեր խոսակցության ժամանակ, որովհետև ահռելի մեծ փոփոխություններ պետք է երևի դպրոցներում տեղի ունենան, որ այս AI դարում կարողանան դպրոցները
ակտուալ լինեն գոնե, ուղղակի ժամանցի տեղ չլինեն երեխաների համար։ Բայց միջև այդ OECD-ն տենց տերմին է մտցրել AI literacy, որ նոր պարտադիր գրագիտություն է գրել կարդալու հետ միասին։ Որ AI հմտություններն են պետք մարդկանց հիմա, այսինքն ինչ AI հմտություններ պետք է մարդը սովորի, որ համարվի AI գրագետ, ու ինչ եք դուք սովորացնում Թումոյում։ Մենք շատ չենք սիրում այդ տերմինը, AI literacy։ Ինչի։ Շատ քիչ բանի է ցկտում։ Իհարկե պետք է։ AI literacy հասկանում են իրանք, որ հասկանաս, որ AI-ը կարող է քեզ խապել, deepfake-եր ստեղծել, որ AI ոչ պետք է օգտագործել եւ այլն որպես սպառող, հա։ Շատ քիչ է դա։ Դրանով մրցունակ չես լինի։ Պետք է իհարկե ունենալ այսինքն այդ AI literacy, որ ասում են, դա ավելի շատ սպառողների մասին է, քան թե Այո, իսկ AI սպառող լինելը շատ վատ ճակատագիր է։ Որովհետեւ լրիվ пассивացման է տանում։ Պետք է ստեղծող լինել։ Հետևաբար AI literacy-ն այո, բայց ի դարբերություն ասենք գրագիտության լեզվական իմաստով, որը եթե գրագետ ես, լավ լեզու խոսալ, գրել գիտես, արդեն շատ լավ է։ Մաթեմատիկա, numeracy, շատ AI literacy-ն շատ համեստ բան է։ Շատ ավելին պետք է ցկտել։ Դեռ չեմ ասում պետք չի, ասում եմ շատ քիչ է։ Okay, իսկ ինչին է պետք ցկտել ուրեմն։ Պետք է նախ հասկանալ, որ AI-ը գաղափարական բան չի, այլ գործիք է եւ կարողանալ AI օգտագործել քո նպատակներին հասնելու համար։ Եվ երկրորդ շատ կարևոր կոնե հաջորդ 5 տարվա ընթացքում կարևոր լինելու շատ արագ փոփոխություններին ասին հետ չմնալ փոփոխություններից, որովհետև AI շատ արագ է փոխվում։ Այսօր եթե AI literacy նշանակում է այսօրվա գործիքներուն տիրապետելը, այդ 1 տարի է տևելու, 2 տարի մաքսիմում դրա արժեքը։ Հետևաբար մենք փորձում ենք Թումոյի օրինակի համար զարգացնել այդ ադապտացվելու հմտությունը, նորությունը ինքնուրույն հայտնաբերելու, նոր գործիքներ փորձելու առանց վախենալու, չասել որ օրինակ ես Midjourney կամ ChatGPT լավ դիրապետում եմ, որտեղ դա շատ քիչ արժեք բան է դա արդեն։ Ու անորոշության մակարդակը աշխարհում դարել է ուղղակի անսահմանափակ, այսինքն մենք դուք ասում եք 1-2 տարուց այդ գործիքները կարող է ընդհանրապես փոխվեն կամ ընդհանրապես AI-ը փոխվի, արդեն AGI կարող է լինի, ասենք կարող է 2 տարուց չլինի, բայց 5 տարուց կամ 10 տարուց լինի, ու դա լրիվ նոր աշխարհ է ստեղծում։ Իսկ մենք տեսնում ենք, որ էլի վերադառնալով մեր 2021 թվի խոսակցությունին, որ մեր մոտ դպրոցները հələ են նախորդ տրանսֆորմացիաներին այդքան էլ չէին կարողացել համապատասխան լինել, իսկ հիմա պետքա շատ արագ տեմպերով այդ տրանսֆորմացիան իրականացվի։ Դուք ունեք, այսինքն Թումոն ինքը մեծ հաստատություն է, որ աշխատում է պետությունների հետ, միջազգային կազմակերպությունների հետ եւ ոնց որ դուք տենց առաջնագծում եք կարելի ասել այդ կրթության զարգացման ինձ հետաքրքիր է ոնց են այդ փոփոխություններին աշխարհում նայում եւ ոնց են նայում Հայաստանում պատրաստ են այդ փոփոխություններին թե դեռևս մենակ խոսակցությունների մակարդակով է ասվում որ այդ փոփոխությունները կարեւոր են բայց իրականում գետնի վրա մենք չենք տեսնում որ ինչ որ բան իրականացվում է Ես կարամ իմ էլի սեփական օրինակից բերեմ, իմ ախորս տղան 3-րդ դասարանում է, իրանք բերում են մաթեմատիկայից խնդիրներ, ինքը բերում է մաթեմատիկայից խնդիրներ տուն, եւ եթե ինչ-որ մի հատ խնդիր չեն կարողանում լուծեն, սա ընտանիքով գնում են ChatGPT Okay, հիմա իրանց մոտ կարող է մի քիչ գիտակցված ընտանիքը, իրանք շատ սահմանափակում են, այնտեղ դպրոցում են նահագին խոսում, որ դեռևս պետք է սահմանափակել, բայց մենք տեսնում ենք աշխարհը, որտեղ որ շատ բան փոխվելու է, հիմա դպրոցներում ինչ պետք է փոխվի, այսինքն ու հնարավոր է լինելու այդ պետությունը ու կառավարությունը, որ կարողանա մասնավոր կամ հասարակական կազմակերպությունների հետ միասին այդ փոփոխությունը իրականացնի, թե ելի մենք տեսնելու ենք ինչ-որ փակ կրուժոկներ, որտեղ որ մարդիկ մենակ խոսում են։ Նախ ասեմ, որ ես շատ մտահոգ եմ։ Այո, AI-ը շատ լավ բան է, շատ մեզ հարստացնելու է, կյանքը հեշտացնելու եւ այլն մի 2 տասնամյակ հետո։ Իսկ հիմա մեծ խնդիրներ առաջ են կանգնած։
Նաև սոցիալական միջավայր, որ երիտասարդները արդեն AI ընկերներ ունենալու եւ ոչ միայն մարդկային, չգիտեմ դա ինչ հետևանքներ կունենա, շատ կարող է իզոլացիայի բերի ավելի շատ մարդկանց, այո։ Լավագույն դեպքում ոչ, բայց շատ մեծ վտանգ կա, ես մտահոգ կլինեմ եւ Թումոյում փորձում ենք այդ չսպաղվել այդ AI ընկերներու այդ ինստիտուտով, բայց դպրոցական համագարկը, ուսումնական համագարկը փոխելու, բարեփոխելու առումով ինձ թվում է պետք է էլի համեստ լինել եւ չընդհատել, որ գիտենք ինչ ուղղությամբ պետք է գնալ։ Հստակ չէ։ Հետևաբար ես ինչ կանեի, պետք է համագարկը փոխվի սովորող համագարկ դառնա։ Այսինքն անընդհատ փոփոխվող, հետազոտող learning organization ասում են։ Այսինքն չի կարելի առաջ կարելի էր ասել, օքեյ, ուսումնասիրում ենք, պլանավորում ենք, 5 տարվա ստրատեգիական պլան ենք սարքում, գիրառում ենք։ Չի աշխատի արդեն այդ տարբերակը։ Պետք է այդ ստրատեգիական պլանը լինի քո մասին, որ դու որպես գազագերբություն ինստիտուտ ոնց ես զարգանալու, ոնց ես միշտ վերջին նորությունները հայտնաբերելու եւ դիրապետելու նոր գործիքներին, դրա մասին պետք է մտածել։ Արդյոք քո համագարկը ջգուն է այդ առումով։ Նույնիսկ Թումոյում հիմա մենք առաջ գրում էինք sense աշխատանքային պլաներ, curriculum, հա, ուսումնական պլան, այլ չենք անում։ Արդեն չեք անում։ Արդեն մենք գրում ենք փաստաթուղթեր, որոնք նկարագրում են ոնց այս թիմը պիտի միշտ ինքնազարգացմամբ զբաղվի, որպեսզի կարողանա մի ամիս հետո նոր գործիք գիրառել։ Այդ փոփոխությունը Բայց դուք կարաք ձեզ դա թույլ տաք։ Իսկ դպրոցները կարան։ Այո, իսկ դժվար է, որովհետև pedagogan համագարկը մանավանդ ջգունության հագարակն է, որպես կանոն, ավելի ստաբիլ, վստահելի էքսպերիմենտներ չանող, հա, եւ դա ենք սպասում իրենց։ Հիմա պետք է փոխել։ Դրա համար ասում եմ մտահոգ եմ։ Կարող է շատ արագ չփոխվի եւ փոփոխությունը կա մի շարք crisis-ներից հետո, հա, այնպիսի դժվար բախ անցնենք, կամ չի դժվար ասենք տասնամյակ, որ փոփոխությունը ինքնաբերաբար լինի, բայց Հայաստան լինելով փոքր երկիր միգուցե կարող է իրան թույլ տալ կամ ներդրումանել արագ փոփոխություն, այո, այս դեպքում է, որովհետև իհարկե կան մեծ երկրներ, որոնք որ շատ ավելի մեծ ռեսուրսներ ունեն, բայց շատ ավելի մեծ ռեսուրսներ են պահանջում, որ այդ փոփոխությունը իրականացվի, իսկ Հայաստանում հազարդ դպրոց է, կարելի է Նաև դարքիր բանկը Հայաստանը փոքր լինելով ունեցել է ասենք խոչընդոտ եղել համար, օրինակի համար մրցունակ լինել ծրագրավորման բնակավարում, որտեղ չունենք տասնյակ հազարավոր կամ 100,000-ավոր ծրագրավորողներ։ Բայց արդեն ունենք AI-ները կամ միլիոնավոր կարող են լինել։ Այսինքն այդ մրցակցային լոգիկան էլ է փոխվում։ Փոքր երկիր լինելը կարող շատ դարքիր առավելություն լինի նույնիսկ։ Այսինքն քանակը էլ կարևոր չի մարդկանց։ Այո։ Այդքան կարևոր չի։ Այդքան կարևոր չի, այն բնակ ծրագրավորումը, մեկ ծրագրավորողը հիմա 10 լավ չափազանցում 5 ծրագրավորողի արդյունավետություն ունի, եթե լավ է օգտագործում AI-ը։ Մենք ինքներս տեսնում ենք դա անմիջապես։ Հետևաբար Եգիպտոսը, Թայլանդը, որ շատ մարդ ունեն, չգիտեմ ինչա բերելու իրանց այդ առումով։ Կարելի ասել, որ մեծ մասը հնարավորությունների, որ կրթության մեջ Հայաստանում գոյություն ունեն, իրանք կենտրոնացված են Երևանում։ Բայց Թումոն ինքը գնացել է մարզեր, Թումո բոքսեր է բացում, կան Թումո կենտրոններ հենց մարզերում։ Ոնց եք դուք տեսնում այդ տարբերությունը, որ կա մարզերում ու Երևանում, ինքը ինչքանով է հաղթահարելի եւ ինչքանով մենք կարողանանք մարզերի երիտասարդներին տանք հնարավորություն լինել մրցունակ, օրինակ ցանկացած եվրոպական քաղաքի երիտասարդների հետ։ Արդյոք իրանք չեն կորցնում հնարավորությունը լինելով մարզում զարգացման, որ իրանք կարողանան այդ մրցունակ մարդը դառնան, երբ որ դուրս գան աշխատանքային շուկա, արդյոք իրանք չպետք է մտածեն ու հիմա շատերը մտածում են դրա մասին, դրա համար էլ հենց խոսում ենք, չպետք է մտածեն նրա մասին, որ մարզերից գնան, քանի դեռ մենք
բոլորս հայերով չենք կարողացել հասցնենք իրանց ժամանակակից քաղաքակրթության ամբողջ հնարավորությունները։ Այսինքն բոլորս հասկացել ենք, որ դա խնդիր է։ Մի անդումոն չէ, որ դարածվում է, այլ մեր բոլոր խոշոր ուսումնական հաստատությունները դպրոցից բացի իհարկե Դասավանդիր հանուն Հայաստան, Արմատ, Քոավ, բոլորս էլ շատ մեծ ներդրում ենք անում մարզերում, որը շատ լավ է իհարկե։ Բայց դժվար է, որովհետև նույն բադանիները նույնն են Երևանում կամ մարզերում, կարող է առաջին մի քանի ամիսը որոնց շփվում են տարբերություններ տեսնես եւ դրական եւ բացասական, օրինակի համար կարող է իր թվային գրագիտությունը մի քիչ ավելի ցածր լինի, բայց դա մի ամսից արդեն հաղթահարում է։ Մյուս կողմից մարզերի երեխաները շատ ավելի կենտրոնանալու ունակություն ունեն, այսինքն շատ ավելի լավ են աշխատում, միգուցե որովհետև ուրիշ այլընտրանք շատ չունեն, բայց չգիտեմ ինչից է, բայց հաջող քանակն է քիչ։ Կարող է, բայց ավելի լավ արդյունք են տալիս հաջող դերքին է։ Բայց ուսուցիչները քիչ են։ Այսինքն, եթե ես դպրոց ունեմ մարզում, փորձում եմ մաթեմատիկայի, ֆիզիկայի դասադու գտնել, այդ ոնց եմ անելու, բարդ է։ Նույնպես մենք, որ գարիք ունենք ծրագրավորման, անիմացիայի, երաչափ մոդելավորման դասընթացավարների, դժվար են գտնում Մարալիկ գյուղում կամ նույնիսկ կապանում, հա։ Հետևաբար մենք բացեցինք մի 3 տարի առաջ Թումո Academy գոչվածը, որ մենք արդեն ուսումնական ծրագիր ունենք, որը ուղղված է մեծահասակներին, որոնք եթե հաջող ավարտեն ծրագիրը, ընդունում ենք աշխատանքի։ Հա։ Իրանց մի փոքր վճարում ենք իրականում սովորելուց, մի 20% վերցնում ենք աշխատանքի, մյուս 80% ստացավ անվճարել չէ, վճարված կրթություն, մենք ենք վճարում, բայց այդ 20%-ը արդեն մեր դասընթացավարներն են դառնում։ Իհարկե, շատ ավելի հեշտ է Երևանում, որովհետև այդ ամբողջ առանց անելու արդեն շատ կան այդ մասնակիցները եւ part-time աշխատում են Թումոյում։ Իսկ ստատիստիկա ո՞նց է Թումոյում, Երևանում ու Թումոյում մարզերում, ինչքան երիտասարդ է սովորում, այսինքն տարեկան Երևանում ընդհանուրը մի 21000-ից ավել է շաբաթական որ գալիս են, որոնցից 15-ը Երևանում են։ Այսինքն դերևս Երևանը կերակշռում։ Մեծ մասը Երևանում։ Որը դրամապանական է, որտեղ շատ ավելի խոշոր բան ունի, բնակչություն ունի Երևանը, այդ նորմալ դենց էլ պիտի լիներ։ Բայց մենք որպեսի բոլոր մարզերում յուրաքանչյուր բադանի հասնենք, պետք է ունենանք 12-ից 16 խոշոր կենտրոն եւ 80 Թումո դուփ փոքր կենտրոնները, որ գյուղերում ենք տնում։ Հիմա ունենք 7 եւ 40, այսինքն դեռ ունենք անելիք։ Մեծ նորությունը Վանաձորն է, Վանաձորում դու մենք բացելու արդեն ներդրում ունենք, շինարարությունը սկսելու է հեսա։ Դա էլ է իհարկե Գյումրիից հետո։ Շատ լավ նորություն է դեպ։ Այո, շատ ոգևորված ենք։ Իմիջայլոց սպանացի Բարսելոնայից լավ ջարդարաբետներ են ներգրավել, նաև եւ մեզ պետությունը դվեց, դրամատրեց Սպայի դունը Գյումրիի, Թատրոնի Վանաձորի, Թատրոնի գողքը, շատ լավ պատմական կարելի ասել սովետական շենք, բայց դեռ շատ անելիք կա, իհարկե։ Շատ անելիք կա, բայց շատ բան արդեն իսկ արած է, ու ես ուզում եմ ձեր միջազգային գործունեությանը մենք անցնենք։ Ես ինչքան որ այս այնց կուղեք, եթե սխալ եմ գտել ինֆորմացիան, որ քաղաքներում կան Թումո։ Երևան, Դիլիջան, Գյումրի, Փարիզ, Լիոն, Բերլին, Նիկոսիա, Ցուրիխ, Բեյրութ, Լոս Անջելես, Աբու Դաբի, Բարսելոնա, Ամստերդամ։ Ագին շատ քաղաքներ են ոնց մի քանի հատ բաց տվեցիք, մի քանի ավելացրեցիք, օրինակ Նիկոսիան դեռ աշխատում ենք դրա վրա, չունենք։ Հա, հələ ճանապարհին է։ Բայց մյուսկոտ ունենք Մումբայ, Okay. Թակասակի, Ճապոնիայում։ Քանի երկրում ու քանի քաղաքում կա այսօրվա դրությամբ Թումո։ Միշտ տարվա գեսերին, որտեղ ոմանք ընթացքի մեջ են, լինելու են 30 կենտրոն, ներառյալ Հայաստանի 7-ը, Հա։ 15 երկրներում։
Երևի քիչ կլինի ասել, որ Թումոն ամենահաջողված կրթական նախագիծն է Հայաստանի, հենց միջազգային էքսպանսիայի առումով հաստատ, մնացած հարցերում էլ շատ հաջողված է, ասենք ասենք, որ պահին դուք հասկացաք, որ Թումոն պետքա միջազգային լինի, ոչ թե մենակ հայկական։ Ինքը հենց ի սկզբանե տենց էր տրամադրված, որ տենց է գնալու, թե ինչ-որ պահ կար, որ տենց մտածեցիք Հայաստանում լավ աշխատեց, խիփ օրինակ, չգիտեմ, Բարսելոնայում չաշխատի։ Չէ, մենք շատ ի սկզբանե Հայաստանի վրա ենք կտրված, մեր առաքելությունը Հայաստանի հետ է կապված։ Մեր բախտը բերեց, որովհետև ուզում էինք շատ scalable լինի, այսինքն հեշտ տարածվող, շատ մեծ ներդրում արեցինք դրակրային լուծումների մեջ, այսինքն մանուալ աշխատանքը քչացրեցինք, դասավանդող ուսանող հարաբերակցությունը բայեցինք շատ մատչելի եւ արդյունքում բարձրացավ որ միջազգային ընդլայնումն էլ դրանից օգտվում է եւ հնարավոր է, բայց նպատակը այնպեսին չէր ի սկզբանե։ Մի 7 տարի առաջ էր, որ Ան Հիդալգոն, Փարիզի քաղաքապետը, երբ եկավ Հայաստան, ասեց ես Թումո եմ ուզում Փարիզում ունենալ։ Այսինքն իրանց մոտից էր հենց զապրոս։ Հենց իրա մոտից, հա։ Մենք Հետո էլ տենց Փարիզում տեսան, որ իշ տեղերն են, ասին դե մենք որ Փարիզում կան ենք էլ, բայց տենց շատ յուրատուկ է, որ տենց բան տեղի ունեցավ։ Այո, բայց մենք պետք է ասել, որ շատ արագ ռեակցիա տվեցինք եւ սկսեցինք հասկացանք, որ Փարիզը եթե լինի ուրիշն էլ լինելու եւ մինչեւ Փարիզը բացվելը արդեն սկսեցինք համագարկեր ստեղծել այդ ֆրանչայզինգի սկզբունքով, որ ստանդարտներ ստեղծել, բյուջետային լուծումները տալ եւ այլն, որ մեզ թույլ տվեց Փարիզից հետո անմիջապես Բերլինը բացել, Բեյրութը եւ այլն։ Իսկ բյուջետային լուծումը դուք ասացիք, Թումոն ընդհանրապես ո՞նց է աշխատում, մի հատ կարեք բացատրեք, որովհետեւ երևում է շատ մեծ շենքեր, շատ լավ ճարտարապետությունով, շատ լավ տեխնիկայով, որով դասերն են անցնում, շատ լավ ինֆրաստրուկտուրայով, շատ տարբեր երկրներում, անվճար, ամենակարևոր մասը այդ ամեն ինչի երեխաների համար, ուսինց տպավորությունը, ուսինց ինչ-որ հեքիաթ է, այդ հեքիաթը ո՞նց է ստեղծվում։ Նախ ես շատ հբարդ եմ, որ մենք կարողացանք ապացուցել, որ անվճար լինելը չի նշանակում պետք է լինի այնց խեղճ հին համագարկչերով անջաշակ միջավայրում կարողացաք ապացուցել։ Այդ մեր նվաճումներից մեկն է, ես չեմ հբարդանում եմ, չեմ ուզում տաքսնել։ Որովհետև վճարովի անելը դա չեմ ասում հեշտ է, բայց բան չէր, ենթադրում եմ, որ հնարավոր է, իսկ անվճարը միշտ ենթադրում եմ, որ չէ, պետք է իհարկե արդեն օգտագործված համագարկչեր օգտագործեն եւ այլն։ Բարձում է, որ օրինակ Mac-երը որ օգտագործում են, հա, բոլորը ասում են, շատ թանկ են այդ Macintosh կոմպյուտերները։ Չէ, շատ ավելի էժան են, որովհետև եթե իրանց օգտագործում ես մի 7 տարի, իսկ մյուս PC-ն 3 տարի հետո սկսում է գաղալ, գեսքին է ստացվում։ Այո, սկիզբը մի քանի $100 ավելի թանկ էր, բայց այդ 7 տարվա վրա շատ մեծ գումարներ ես խնայում։ Այո։ Գյումրի Թումոն, Կարմիրը տեսած կլինեք։ Այո։ Բادرը Կարմիրն ներկելը իրանց շատ sense ջող տպավորություն դա, բայց ներկա դա թանկ չի իրականում։ Թանկը եւ ասենք դպավորիչ լինելը միշտ չէ որ տարբեր բաներ են մեկ-մեկ։ Բայց այո, Թումոն այսինքն դուք թանկի տպավորություն եք ստեղծում։ Թանկ, այո, բայց մեր նպատակը դպավորություն ստեղծելը ուսանողի վրա, որ սա հadoop միջավայր է, որ սա քո դբրոցը չի, քո դունը չի, խանութ չի, մի երրորդ կամ չորրորդ տեսակի դարածք է, որտեղ արդեն կարելի է ստեղծագործել եւ ասենք քո սովորական վարկակիցը ստեղ չի անցնի, ստեղ պետք է ուրիշ վարկակից արդեն հայտնաբերես։ Ու մարզերում երևի թե տպավորությունը շատ ավելի հեշտ է ստեղծել, որովհետեւ շատ դեպքերում Թումոնը դի հենց միակ տենց տեղն է, որ առանձնանում է սախ մնացած տեղերից, որ այդ երիտասարդը կարա գնա ընդհանրապես։ Եվ դարքեր եւ այս Թումո դուփերը, որ կոնտեյներներ են, որ իրար միացնում են դոմիկ, հա, սարքում ենք բան։ Իրանք շատ դպավորիչ են, որովհետեւ ներսից ամբողջովին նարնջակույն կամ կանաչ sense գունավոր են, որ այդ գալիս հասնում է քյուղ, արդեն մինչև դասերը սկսելը արդեն փոփոխություն է իրանից ներկայացնում, որովհետեւ այդ
որ ալմորորագայի մի հատ բան հասավ գյուղ երդասարտները արդեն ոգևորում են իրանց ցկտումի մագարտակը մի 20%-ով արդեն բարձրանում է շատ հետաքրքիր է իսկ ոնց է այդ սա ֆինանսավորվում այդքան էլ չհասկացա ուրեմն Թումոն նախ մեծ fundraising է անում բայց մենք փորձում ենք այդ բարեգործական ներդրումները ուղղորդել կապիտալ ներդրումներին շենք սարքել կոմպյուտերներ ձեռք բերել եւ այլն եւ ոչ բահբանման ծախսերին որովհետեւ չենք ուզում միշտ fundraising-ով սպառվել, միշտ բարեգործականով ապրել։ Հայաստանում շատ լավ լուծում կա, մեկը որ մեր հիմնադիրները Սամ եւ Սիլվա Սիմոնյանը Թումոյի մեծ շենքը որ Թումանյան այգում է, նվիրեցին Թումոյին։ Եվ մենք 2 հարկ ենք սպառեցնում, իսկ 4 հարկ, յուրաքանչյուր 3000 քառակուսի մետր վարձակալությամբ տալիս ենք Սինոպսիսին, Սիմենսին, Պիքսարտին, այդտեղին, որի եկամուտը մեր ծախսերի մի կարևոր մասը փակում է նախ։ Երկրորդ, երբ արտասահմանուն թումոներ ենք բացում, ստանում ենք license fee, տարեկան վճար, որը գալիս է եւ թույլ է տալիս, որ մենք ծրագիրը զարգացնենք։ Մենք ունենք 25 ծրագրավորող, ունենք բովանդակություն ստեղծողներ, մեծ խումբ ունենք, որը սնվում է, կարելի ասել, այդ եկամուտներից, որ իր հերթին բարելավում է product-ը, ասենք, հա, ծրագիրը։ Այդ 3 եկամուտների աղբյուրներն են։ Մեկը բարեգործական, որ գնում է հիմնականում capital investment-ների, շինարարության եւ այլն, շենքի եկամուտը, որ Երևանի բահբանման ծախսերն է փակում, եւ միջազգային եկամուտը, որը եւ Հայաստանի եւ կարելի ասել արտասահմանի վերա ներդրում reinvestment-ի աղբյուր է տանում։ Հետաքրքիր է որ ասիկ որ միջազգային թումոները իրանք ձեզ բան են տալիս, հա, փաստորեն գումար են տալիս։ Այո, բավականին կարևոր գումար տարեկան։ Որտեղ ինչ որ կամ վիդեոեր չեմ հիշում կամ ինչ որ հարցազրույցեր, որ այդ հարցազրույցների տակ ինչ որ մեկը ես տեսել եմ մի հատ կոմենտար գրել, բախեք բացում եսին որտեղ Թումո գնացեք բացեք Հայաստանի այս մի մարզում չկա դեռևս, փաստորեն ոչ մի ձև չի ազդում այնտեղ բացել կամ չբացելը, հակառակը օգնում է։ Ոչ միայն ֆինանսապես շատ է օգնում, բայց նաև որակը բարելավում է։ Ես միշտ ասում եմ, գերմանացի ծնողի քննադատությունը մեզ դու ավելի դաժան է, քան մեր ավելի հանդուրժող ծնողներն, եւ դա մեզ ստիպեց բարելավել ծրագիրը, բոլոր բագերը, ասենք, վերացնել եւ այլն։ Իրան ավելի ունիվերսալ դարձնել։ Դա շատ կարեւոր է։ Հետաքրքիր է։ Վերադառնանք մեր երիտասարդների ապագային քննարկմանը։ Տեսեք, հիմա իրանք գնում են դպրոց, գալիս են Թումո, սովորում են ինչ-որ հմտություններ, հետո կգնան կսովորեն ինչ-որ մասնագիտություն, բայց ոչ մեկ չգիտի 5 տարի հետո, թե քանի հազար մասնագիտություն էլ չի լինելու, իսկ քանի հազար նոր մասնագիտություն լինելու է։ Ամենատարածված հարցը, որ երբ որ ես էի երիտասարդ, որ իմ ծնողները տալիս էին բոլոր մեր հաջողված ծանոթներին, դա ինչ դառնա մեր երեխան։ Այսինքն ինչ սովորի, որտեղ գնա, որ հետո պահանջված լինի։ Հիմա ստացվում է, որ ոչ մեկ չգիտի, բայց բոլորը նկատի ունեմ համալսարանները կամ տենց ինչ-որ կրթական հաստատությունները, որոնք որ մասնագիտություն են հենց սովորացնում, իրենք ոնց որ թե տենց դեռևս շարունակում են այդ տպավորությունը ստեղծել, որ իրանք ինչ-որ պահանջված մասնագիտություններ կսովորացնեն երիտասարդներին, ու շատ դեպքերում դա էժան չի։ Եթե խոսենք Ամերիկայի մասին, այդտեղ $100,000 Հայաստանում կարող ուղղակի տասնյակ հազարավոր դոլարներ լինի, բայց էլի կրթություն ստանալը ինքը էժան բան չի, մասնագիտություն ստանալը էժան բան չի։ Հիմա հարց է առաջանում, որ տալիս էին իմ ծնողները բոլոր մեր հաջողված ծանոթներին։ Դա ինչ մասնագիտություն մարդ պետքա սովորի, կամ ինչ ինքը պետքա սովորի, որ ինքը պահանջված լինի։ Հիմա ոնց ենք մենք այդ հարցին պատասխանում ծնողներին։ Ես ինքս իմ երեխաներին միշտ ասել եմ, հա, սովորեք մասնագիտություն, բայց հարցը լավ հարց չի, ինչ մասնագիտություն, այլ ինչով է սպառվելու, ինչ ծրագրեր ես անելու, ինչ նվաճումներ, ոնց ես հարստանալու, լավ, եթե Բայց մարդիկ միշտ սովորեն հետևյալ պատեռնին, որ դու գնում ես, սովորում ես, հետո ինչ որ միտեղ գործի ես ընդունվում։
Այդ քո գործատունը ինքը ոնց որ արդեն այդ սախ նախագիծն է ստեղծել կամ էս ինչ արել ու դու արդեն ինչ որ մի տեղ ես զբաղեցնում այդ սախ մեծ նախագծի մեջ ու քեզ դրա դիմաց տալիս են գումար ամեն ամիս ամսվա վերջ հիմա այդ մենք ասում ենք հա մասնագիտություններ մի սովորեք կամ էս մի արեք բայց իտոկում այդ մարդը պետք է գնա ինչ որ միտեղ գործի ընդունվի չէ ինքը ոնց է այդ գործին ընդունվելու բարդ է անցումային շրջանում ենք անցումային շրջանները ցավոտ են լինում պետք է նախ մի բան էլ ասեմ ես երկու մասնագիտություն եմ ունեցել համալսարանի մագարտ մեկը ջարդարապետություն եմ ուսանել մյուսն էլ ծրագրավորում ինֆորմատիկա MIT-ում եւ ես հիմա գիրառում եմ այդ կոնցեպտներ եւ մտածելու ցև եւ խնդիրներ լուծելու մոդեցումներ որոնք ինձ սովորացրել են այդ երկու մասնագիտությունները բայց ոչ մի դող կոդ, ասենք ծրագիր չեմ գրում, ոչ մի չեմ նկարում շենք եւ այլն։ Համալսարանի ուսումը իրականում մի քիչ թումոյի նման է նաեւ լավագույն համալսարաններում։ Այո, մասնագիտություն ես սովորում, բայց սովորում ես նաեւ մտածել, սովորում ես խնդիր լուծել, սովորում ես ուրիշների հետ աշխատել, ստրես հաղթահարել եւ այլն, դա շատ կարեւոր է։ Իսկ կարող է պետք է հենց դրա վրա կենտրոնանալ, իսկ այն մնացած ամեն ինչը տենց ուշադրություն չդարձնել, որտեղ ես որ հիշում ես երկու հատ բարձրագույն կրթություն եմ ստացել, էլի ոնց որ համարյա ոչ մի բան դրանից չեմ օգտագործում ու իմ մոտ նես տպավորությունն է, որ 90% է ինչ որ ինձ սովորացնում են, ոչ մի ձև կապ չեմ ունեցավ իմ կյանքի հետ, ոչ մի ձև։ Հետարքիր խնդիր է, այո պետք է այդ ավելի ասենք հիմնական հմտությունների վրա կենտրոնանալ, բայց մյուսը չի կարելի անդեսել տեխնիկական մասը, ասեմ ինչու Թումոյի օրինակի համար անպայման ուզում ենք որ մեր ուսանողները լինեն, ասենք ունենան leadership mindset, հա, սպառվեն ինքնազարգացմամբ եւ այլն, ունենան համագործակցելու հմտություններ։ Այդ ամբողջը անելը առանց Python-ին եւ Photoshop-ին եւ այլն, ինչ-որ բանի շուրջ պետք է դա արվի։ Հա, մի բանի վրա պիտի հիմնվես։ Եթե պիտի ինքնարդայդվես, որ ստեղծագործ լինես, անհնար է անել դա, եթե ոչ մի հմտություն չունես։ Այսինքն այդ hard skill-երը, կարծր հմտությունները շատ կարեւոր են որպես միջոց ինքնազարգացման։ Նույնիսկ եթե վերջում չես օգտագործում իրանց։ Այսինքն այդքան պետք չի մտահոգվել, որ ծրագրում սովորեցի հետո որ Python սովորեցի, բայց Python-ը պետք չեկա, որովհետեւ Python սովորելու ընթացքում ես սովորեցի ոնց աշխատեմ իմ թիմակիցների հետ, որ մեր ընդհանուր product-ը աշխատի։ Այո, եւ ձեր ինքնավստահություն, մոտիվացիա եւ այլն։ Իսկ կարող է դրա վրա պետք է ավելի շատ շեշտ դնել, երբ որ ծնողների հետ ենք խոսում, որովհետեւ իրանք չեն հասկանում իմ կարծիքով, որ դա է կարևոր։ Այսինքն օրինակ բերեմ, երբ որ տեսնում եմ հիմա ոնց են վերաբերվում դպրոցական ուսուցմանը, ու սենց ոնց են պարտադրում, որ տենց այդ տնայինը բանը սենց միջև վերջ ինքը խնդիրը լուծի կամ էսի ինչ անի, սենց ոնց որ մի տեսակ բռնության ինչ որ հոտ է գալի այդ ամեն ինչի մեջ։ Այո։ Կարող է պետք է հենց շեշտը դնել նրա վրա, որ երեխեն կարողանա ավելի լավ կոմունիկացվի ու հասկանա ոնց է այդ կոմունիկացիան աշխատում, բայց ես չեմ տեսել, որ դպրոցում էդի սովորացնեն։ Այսինքն ես կարող է այտենց ինչ որ տակից իրանք ինքնուրույն էդի սովորում են, բայց դա էլ է, չէ, հենց skill, որի մասին որ կարելի է խոսալ, որ կարելի է զարգացնել, կարելի է ցույց տալ, որ սա կոմունիկացիայի ժամանակ լավ է աշխատում, իսկ սա վատ է աշխատում։ Եվ գալիս դեռ ամբիսի միջավայր, որտեղ այդ հմտությունները զարգացնելը ցանկալի է, այսինքն ոչ միայն սովորացնել ոնց համագործակցել, այդ դժվար է, շատ դեսական է ստացվում, բայց ստեղծել միջավայր, որտեղ համագործակցությունը առանց համագործակցելու քո դասընկերների հետ չես ստանա այդ գնահատականը, այո, ստիպված կլինես։ Ստիպված կլինես եւ մոտիվացված կլինես նաեւ, որտեղ հաճելի բան է համագործակցելը, եթե ճիշտ արվի։ Այո։ Բայց մի հատ ակիր բան կա, իմ երեխաները Հայաստանում դպրոց են հաճախել եւ իրանց որոշ դասակիրքերը, որոշ տնային աշխատանքները շատ խրթին բարդ անհասկանալի էին։ Այսինքն շատ բարդ լեզվով գրված, չես հասկանում ինչու է այդ խնդիրը լուծում, ինքնադպատակ է ընդվում եւ այլն։ Միշտ կանգնում ենք դրա մասին։ Բայց հետո ես անդրադարձա, որ առնչվել է այդպիսի կրիպտիկ տարօրինակ նյութերի հետ, իրանց մոտ զարգացած մի հատ շարակիր հմտություն չվախենալու, անալիզ անելու, մի քիչ
անորոշության համատեքստում դիմանալու եւ մի քիչ դացկելու բանը, ասենք reward-ը, հա, արդյունքը ստանալու հաջուկը հետացկել եւ դիմանալ եւ իհարկե դիտումնավոր չէր ադամենարված, բայց արդյունքում որոշ պրոֆիլ ունեցող երեխու համար շատ օգտակար էր եւ այսինքն մի քիչ ես եմ ուզում համեստինել մանկավարժական process-ը շատ բարդ է միակ բանը որ շատ կարեւոր է այդ մի քիչ բռնուչան դաժան բահերը որոնք կարող բացասական հետևանք ունենան եւ ասես որ մարեն երեխու մոտ խանդավառությունը, ինքնավստահությունը դրանք շատ վնասակար են։ Եվ բայց շատ դեպքերում հենց տենց է լինում, չէ՞ դպրոցները։ Շատ որպես կանոն տենց է լինում, որովհետև ամբողջ համագարկը աշակերտների։ Այո, որովհետև ի սկզբանե սենց է դրված, որ մեծ մասը չեն ստանալու այդ ամենաբարձր գնահատականը։ Այո։ Տենց է սահմանված։ Հա, տենց է սահմանված։ Իրանց վրա շատ վատ է աստելու դա, ինչ չլանես։ Ենթադրում եմ, որ լավ գնահատական ստացողը ինքը կերազանցիկն է եւ մենք մի քիչ այդ գներեք սովետական մոդեցումն է, որ մենք պատրաստում ենք այն մարզիկները, որոնք պիտի գնան ոսկե մեդալ բերեն օլիմպիադայից։ Այո։ Եվ դա է կարևորը, մնացածը կարևոր չէ, միան որ ոսկե մեդալը ստանանք։ Արդյունքում մեծ sense ներուժ թափում ենք ուղղակի, չենք զարգացնում մյուսների մոտ, բայց նաև այդ ոսկե մեդալ ստացողից ավելի հմուտ մարդ, ավելի, ասենք, լավ մարզիկ չենք հայտնաբերում։ Որովհետև այնքան շուտ ենք կողմնորոշվում, որ քերազանցիկը ով է։ Հա։ Որ արդեն վատ ենք կողմնորոշվում եւ ասում են picking winners, հա, հաղթողը ի սկզբանե իդենտիֆիկացնելը շատ վատ մոտեցում է։ Դա ապացուցված փաստայի դեպ կա մի հատ հետազոտություն, որ հոկեյի խաղացողների մասով են արել, որ մարդիկ ով ծնվել են տարվա սկիզբ, իրանք շատ ավելի մեծ հաջողություններ են հասնում NHL-ում, քան մարդիկ ով ծնվել են տարվա վերջ, որովհետև իրանք երբ որ փոքր էին, իրանք շատ ավելի հասունացած էին այդ ժամանակ ու մարզիչը հենց իրանց հետ շատ ավելի շատ ժամանակ էր ծախսում, որովհետև ինքը ավելի լավ խաղացող է, իրան պետք է առաջ բրդել ու մեծ մասը NHL-ի խաղացողների դա տարվա սկզբի ծնված մարդիկ են, որ ապացուցում է հենց այն ինչ որ դուք նոր ասացիք։ Այո, եւ ագնա նույնիսկ քերազանցիկների այդ ինստիտուտում մեղք է տղան որ քերազանցիկ է որպես իդենտիֆիկացիա, որովհետեւ ինքը ենթադրում է որ միշտ պիտի քերազանցիկ լինի, իրան sense ոնց որ մտնի բան վարդապետ լինի, հա։ Իր կյանքից մի մասը չեղարկում ենք, իրան ասում ենք դու քերազանցիկ ես, մեջ ջնշում իրա վրա եւ արդյունքը կհասնի արդյունքի, բայց օպտիմալ չի լինի։ Ոչ իր համար, ոչ հասարակության համար։ Հետո շատ գերազանցիկներ կան, որ կյանքի ոնց որ այդ process-ի մեջ այդքան էլ հաջողակ չեն, քան օրինակ մարդիկ, որոնք որ երեքներով են սովորել, էլի ինչ որ տենց, չգիտեմ, դիսոնանս կա այդ ամեն ինչի մեջ, այսինքն այդ գնահատականը ոչ մի բան է իհարկե լավ սովորողը ավելի շատ շանս երևի պետք է որ ունենա։ Այո, պետք է սովորել, պետք է շեշտ տնել արդյունքներ ստանալու վրա։ Ուղղակի պետք է դենց անել, որ խաղի նման լինի այդ առումով, որ ուզում է բադանին այդ խաղ խաղալ եւ արդյունքում հաջուկ է ստանում, սկում է որ ինքը զարգացավ, անկախ դրանից որ մի ուրիշ խաղացող կար միտեղ, որը իրանից լավ էր անում ենթադրաբար։ Այդ պետք չէ ան Իդեպ ստեղ ռիսկեր չեն ստեղծվում, որ երբ որ երեխան ինքը ուզում է, ինքը անում է մենակ այն ինչ որ ինքը ուզում է անի, ինքը ոնց որ ստանում է մի քիչ սահմանափակում իր զարգացման մեջ, որովհետև ինքը կարող է մենակ իրան հաճելի բաներ ուզենա, իսկ այն անհաճելի բաները չի։ Մենք ասում ենք պրոգրեսիվ արդյունավետ մանկավարժությունը հաճելին չէ։ Եթե ուզում եք հաճելի, թող գնա խաղա կամ ֆուտբոլ եւ այն այդ հաճելի է, բայց եթե հաճելի է, միայն հաճելի է, նշանակում է մի բան սխալ ենք անում։ Մենք բարդ է լինի։ Բարդ լինի, թվում է մենք շատ ենք սիրում, որ այդ ստրեսային արտահայտություններով աշխատում են, հա։ Թվում է որ հաճելի է, բայց եւ հաճելի է ի վերջո, որտեվ քոնակություն ստանում, բայց
ընթացքում մի քիչ չարչարվում են եւ առանց դրան չես սովորի։ Մենք Թումոյի պարկում կնոջս հետ երախոսետման են գալի, մեկ-մեկու էլի այդպես երեխեք են գալի ֆոտոապարատներով, սկսում են երեխուն նկարել, ու ասենց ես տեսնում եմ ոնց են իրանք այդ process-ի մեջ ներգրաված, ինչքան էմոցիա են իրանք այդ ամեն ինչից ստանում, ու ինչքան լուրջ են իրանք վերաբերվում նրան, ինչ որ իրանք անում են, հենց որ հաստատում եմ այն։ Որ ասում էի Փարիզի քաղաքապետը եկավ, Փարիզում Թումոյից բացել, մեզ ասեցին, բայց ասեցին ցեզ մոտ շատ լուրջ են երեխաները։ Փարիզում դենց չի։ Բարձր որ ճիշտ նույնն է, նույն վարկակիցն է, նույն դեմքերն են, նույն լրջությունն է։ Խնդիրը Ֆրանսիա, Հայաստանը չէր, խնդիրը որ եթե բադանին 10 այդ միջավայրը ինքը մոտեցման խնդիր։ Շատ հետաքրքիր զրույց է մեր մոտ։ Երևի վերջի հարցը, որ կուզենայի տալ, Թումոն 10 տարի հետո դուք ոնց եք պատկերացնում, ինքը ինչ է Իրանից ներկայացնելու։ Ես կուզենայի, որ չգիտեմ եթե 10 տարի հետո, բայց տարիներ հետո Թումոն մի քիչ ավելի թափանցեր գրթական դասական համագարկը, օրինակի համար նաև թումոյական մեթոդներով մաթեմատիկա սովորացնեինք եւ ցանկացած այլ առարկա եւ նաև կուզենայի, որ ավելի որ արտահանում ենք Թումոն, չէ, աշխարհին, արտահանենք նաև թեպի հարավային գիսակունդ, ավելի աղքատ, հա, կոպիտ ասած երկրներ, հիմա Բերլին, Փարիզ, Թակասակի զարգացած երկրներն են հետաքրքրված, բայց ված չի փողա գալի բան։ Նաև ավելի, ասենք, մեր ռեպուտացիա, մեր իմիջը ամրապնդում է, բայց հիմա որ ունենք դա, կամ համարյա ունենք, գալի է գնալ Աֆրիկա, Հնդկաստան եւ այլն, եւ Հայաստանի նաև համբավը դրանից միան շահելու է։ Այո։ Դուք ասացիք, որ կուզենայիք, որ Թումոն դասական համակարգ մտնի։ Իսկ հիմա կան ինչ-որ խոչընդոտներ, ու ոնց եք դուք պատկերացնում այդ դասական համակարգ մտնելը Թումոյի։ Դասական համակարգ մտնելը շատ բարդ է։ Ես ուզենայի դասական առարկաներով զբաղվել, իսկ համակարգում մեծ խոչընդոտներ կան, մասնավորապես ստանդարտները, չափորոշիչները։ Ասում են, այսինչ դասարան ավարտելուց պետք է իմանա այս բաները, հա, որ բջիջը ոնց է, չգիտեմ, բաղկացած եւ այլն, ինչից է բաղկացած։ Թումոյում ընդրուչան հնարավորությունը շատ մեծ դեր է խաղում։ Հետևաբար, եթե մենք պիտի յուրաքանչյուր ուսանող ապացուցենք, որ մեր դեպքում օրինակ ոչ միայն գիտի Python եւ Photoshop, այլ նաեւ, չգիտեմ, Adobe After Effects-ը դիրաբեդում, դա էլ չի աշխատի։ Ինքը պետք է ընտրի եւ ինքը պետք է ընտրի, ոչ թե մենք։ Շատ դժվար կլինի նույնիսկ քաղաքական, օրենսդրական խնդիր է առաջանում այդ փոփոխությունները անել, հետևաբար Բայց դուք ունեք տենց նպատակ։ Չէ, մենք նպատակ ունենք մոդելնալու ավելի դասական առարկաներին եւ ոչ դուք բերեք առարկաները Թումո, քանց թե դուք գնաք դպրոցներ եւ փորձեք այնտեղ ինչ-որ մի բան կամ կոնե չգնաք ցախողության արագ դպրոց մտնելով, որովհետեւ ես շատ եմ հարկում ուսումնական համակարգին, որովհետեւ շատ դժվար խնդիր առաջ են կանգնած եւ հաղթահարում են եւ լավ արդյունքներ են տալիս։ Հակառակ դրան, որ իրանց բավական մեծ խոչընդոտներ են ստեղծված եւ օրենսդրական եւ այլ։ Այսինքն հրաշալի աշխատանք են կատարում։ Ես ալարում եմ այդ աշխատանքը, ես ավելի հեշտ խնդիր եմ ուզում տնել իմ առաջ։ Հա։ Շատ լավ, շատ շնորհակալություն ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։